Տիկնայք եւ պարոնայք, ես շատ շնորհակալ եմ նախագահ Ֆրանսուଆ Օլանդին Հայաստանի եւ Ֆրանսիայի միջպետական հարաբերությունների համար այս կարևոր հանգրվանային 25-րդ տարում Ֆրանսիա այցելելու հրավերի եւ այն ջերմ ընդունելության համար, որ մշտապես վայելում եմ հարազատ դարձած այս հողի վրա։ Սա լավագույն պահն է համատեղ ամփոփելու քառորդարյա մեր ձեռքբերումները եւ քննարկելու ապագայի անելիքները։ Հետաքրքիր մի փաստ, անցած 25 տարիների ընթացքում միայն նախագահների մակարդակով կայացել է շուրջ 25 այցելություն։ Սա վկայում է այն մասին, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները մշտական ուշադրության եւ համագործակցության կենտրոնում են։ Հենց նոր ավարտեցինք մեր բանակցությունները եւ քննարկեցինք երկուստեք հետաքրություն ներկայացնող բազմաբնույթ հարցեր։ Ուրախությամբ եմ արձանագրում, որ բոլոր հարցերի շուրջ մեր մոտեցումները շատ մոտ են միմյանց, դա վերաբերում է ինչպես մեր երկկողմ հարաբերություններին, այնպես էլ գոնե մեր տարածաշրջանում ծավալվող խնդիրներին, իրադարձություններին։ Անշուշտ Հայաստանի եւ Ֆրանսիայի բազմադարյա բարեկամությունն ու պատմամշակութային կապերը, ինչպես նաեւ քաղաքական խնդիրների բացակայությունը այն ամուր հիմքն է, որի հիման վրա մեր հարաբերությունները շարունակում են ընդլայնվել փոխադարձ հարգանքի եւ վստահության մթնոլորտում։ Գոհունակությամբ փաստեցինք մեր ձեռքբերումները, կայուն քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական շատ ամուր կապեր, տնտեսական, գիտակրթական ու մշակութային ակտիվ կապեր, ապակենտրոնացված համագործակցության խորացում, միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցություն, Ֆրանսիայի կողմից Հայաստանում իրականացվող աջակցության ծրագրեր, միջազգային կարևորագույն հարցերում սատարում միմյանց, ինչպես նաև ընդգրկուն իրավապայմանագրային դաշտ։ Մենք այսօր եւս մի քայլ կատարեցինք մեր հարաբերությունների խորացման, ստորագրելով փաստաթղթեր զբոսաշրջության, միջբուհական գիտակրթական համագործակցության ոլորտում։ Անշուշտ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ամուր է նաև արդյունավետ տնտեսական համագործակցության համար, եւ որքան էլ որ մեր տնտեսական հարաբերությունները դեռ չեն հասել քաղաքական հարաբերությունների մակարդակին, մենք հաստատուն քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ։ Եվ ինչպես պարոն նախագահը ասեց, ես այսօր առավոտյան մի դեպքում փորձում էի համոզել ֆրանսիացի գործարարներին, որ Հայաստանում բարենպաստ պայմաններ կան ներդրումային, առաջարկեցի նրանց գալ Հայաստան եւ կատարել ներդրումներ։ Փորձեցի համոզել այն իրականությամբ, որ այսօր Հայաստանը լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է հարթակ լինել նրանց համար, արտադրելով Հայաստանում եւ իրացնելով 170 միլիոնանոց շուկայում Եվրասիական տնտեսական եւ երկրորդ ունենալով Իրանի հետ լավ հարաբերություններ, Իրանի դեմ պատժամիջոցների ընթացքում Իրանի հետ լավ հարաբերություններ պահպանելով եւ ճանաչելով իրանական շուկան եւ Իրանի ժողովրդին, Հայաստանը եւս կարող է այստեղ օգտակար լինել առաջատար ֆրանսիական ընկերություններին, եվրոպական ընկերություններին հարթակ ծառայելով, ունենալով հնարավորություններ եւ այդ հնարավորությունը իսպաստ դնել մեր այս հարաբերությունների զարգացմանը, եթե ֆրանսիական բիզնեսը ծաղկի Իրանում, մենք եւս կլինենք օգտատերերի թվում։ Նախագահ Օլանդին ես շնորհակալություն հայտնեցի 2018 թվականին ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշմանը աջակցելու համար։ Մեզ համար դա շատ կարևոր միջոցառում է եւ մենք անպայման կարողանալու ենք 18 թվականին լավ մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու այդ միջոցառումը, բացի դրանից այս ժամանակահատվածը նախապատրաստական Հայաստանում լինելու է ֆրանսերենի եւ ֆրանսիականի տարածումը, լայն տարածումը մեր երկրում։ Մենք միայն այս տարի
նախատեսել ենք 600-ից ավելի միջոցառումներ եւ այդ միջոցառումների իրականացումը կամրապնդի անշուշտ մեր բարեկամությունը, որովհետեւ մեր կապող օղակներից երկու շատ հայտնի հանգամանքներ կան, երկու շատ փաստեր կան, երկու շատ գործոններ կան։ Դրանցից մեկը Ֆրանսիայում ապրող գրեթե 500,000 ծագումով հայերն են, ովքեր կարողացել են մազապուրջ լինել մեզ պատոհասած աղետից, հասնել Ֆրանսիա, հաստատվել Ֆրանսիայում, աշխատել Ֆրանսիայի զարգացման համար, պահպանելով իրենց ազգային ինքնությունը, եւ նրանք այսօր շատ մեծ բնական կամուրջ են։ Երկրորդ հանգամանքը դա ֆրանսիական մշակույթն է, որ Հայաստանում սիրում են, որ Հայաստանում ճանաչում են, որ Հայաստանում տարածված է, եւ մենք այս հանգամանքները մշտապես պիտի փայփայենք որպես մեր բարեկամության երաշխիք։ Շատ շնորհակալ եմ, պարոն նախագահ, ջերմ ընդունելության համար եւ ես համոզված եմ, որ դուք մշտապես լինելու եք մեր ժողովրդի կողքին։ Մենք սիրով սպասում ենք ձեզ Հայաստանում, դուք Հայաստանում ցանկալի հյուր եք եւ մենք մեծ հաճույքով կցանկանայինք եւս Հայաստանում վայելել ձեր բարեկամությունը։ Շատ շնորհակալ եմ։